Գրանցում է կատարվում նաև մեր խոսակցության, պարոն Ավագյան։ Ես կուզենայի մեր հարգելի հեռուստադիտողներին ներկայացնել իմ զրուցակցին Ուկրաինայի հայ համայնքի իմ կարծիքով ականավոր ներկայացուցիչներից մեկին, քիչ մարդկանցից մեկն է, երևի ոչ միայն Ուկրաինայում, այլև աշխարհասփյուր հայության մեջ, որը լուրջ դեր է կատարել մեր ազգի հնարավոր բոլոր խնդիրներում, որոնք այսօր ծավալված են մեր առջև, նաև Ուկրաինայի հայրենասերը իսկական քաղաքացի եւ պատրիոտ, ինչպես ասում են։ Ձեզ եմ ներկայացնում Տիգրան Ավագյանին, Ուկրաինայի Հանրապետության նախկինում նաև ուրեմն ներքին գործոց փոխնախարար է աշխատել եւ այսօրվա ուկրաինական բանակի հաջողությունների մեջ մեծ դեր խաղացած մարդ, որտեղ նա նատոյական ռազմական բարեփոխումների ակունքներում կանգնած մարդ է Ուկրաինայի բանակի։ Ինչևէ, գուցե ընթացքում կարիք լինի մենք ավելի այսպես մանրամասն կներկայացնենք, բայց պարոն Ավագյանի հետ, ինչպես ասում են, չգիտեմ, պատահականորեն հանդիպեցինք, թե Աստված կամեցավ, այն մարդկանցից մեկն է, որոնց արժե ամբողջ աշխարհում մեկ համախմբել, եթե մենք ցանկանում ենք, որ մեր ժողովուրդը կարողանա հաջողությունների հասնել։ Պարոն Ավագյան, մեր խոսակցության առիթը պիտի լիներ այն, որ ուկրաինական ռազմական փորձագետներից մեկը, պարոն Օլեգ Ժդանովը, մի փոքր, այսպես ասենք, համարենք, որ սխալ մոտեցում է դրսևորել, խոսելով այն մասին, թե իբր ադրբեջանական բանակը 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում մեկին մեկ էր զոհեր տալիս, այսինքն օգտագործելով ուժեղ մարտավարություն, ժամանակակից մարտավարություն եւ ուժեղ նոր տեխնոլոգիաներ, կարելի է ոչ թե նախկին սովետական ձևով հարձակվելիս մեկին 3 զոհեր տալ, այլ մեկին 1։ Այդ առիթով մենք իրար հետ իհարկե զրուցեցինք, կարծեմ համաձայնվեցինք այն հարցում, որ փորձագետը մի քիչ ճիշտ չի մոտեցել, ես ասեմ իմ տեսակետը եւ հետո եթե կուզենաք դրացումներ կամ նոր ինչ-որ բաներ, շատ սիրով կլսենք ձեզ։ Ուրեմն հարցը այն է, որ պարոն Ժդանովը երևի այդ գործի ռազմական փորձագիտության ուրեմն պատմական եւ քաղաքական այսպես ֆոնը չի հասկանում կամ տեղյակ չի։ Առաջինը, որ դա իրականում ոչ թե պատերազմ էր հայ-ադրբեջանական, այլ 44-օրյա իսկապես հատուկ օպերացիա, ռազմական գործողություն հատուկ, որը անցկացրել է Ռուսաստանը Թուրքիայի հետ համատեղ։ Եվ երկրորդը, որ այդ այսպես կոչված պատերազմը, որ ինչպես տեսանք ռազմական օպերացիա եւ Շոյգուն պարզ խոստով անել է դա ժամանակին, այնտեղ Հայաստանի բանակը ուներ առնվազն 3 արտաքին թշնամի՝ Ռուսաստանը, բարեկամի դիմակով ցպտված, Ադրբեջանը եւ Թուրքիան։ Եվ կար նաև մի 4-րդ թշնամի եւս, դա Երևանյան կառավարությունն է, որը ռուսական գործակալի իր ֆունկցիաները կատարելով փաստորեն կարելի ասել ապահովեց Հայաստանի բանակի պարտությունը, հայ ժողովրդի պարտությունը։ Հիմա ես այս ասացի, որպեսզի վաղը Ժդանովները եւ մյուսները, եթե փորձագիտական վերլուծություն են անում, չմոռանան քաղաքական եւ պատմական ֆոնը։ Հիմա դուք ես ուզում եմ պրոյեկտել Ուկրաինայի վրա, պատկերացրեք Ուկրաինան կռվեր 3 պետության դեմ, նույն այդ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիա, եւ Կիևում էլ նստած են ոչ թե ազգային կառավարություն, ինչպես հիմա ունեն, այլ ասենք նույնպիսի մի գործակալների խումբ, ինչպես Երևանում էր նստած։ Քանի օր կկռվեր Ուկրաինայի, ես չգիտեմ, չնայած ուկրաինական ժողովրդի նկատմամբ մեծ համակրանքով են եւ նրանք այսօր մեծ գործ են անում աշխարհի ազատության ժողովրդավարության հաղթանակի համար, բայց հավատացեք, որ նրանք էլ երկար չէին դիմադրի, իսկ զոհերի այդ մեկին մեկ հարաբերակցությունը, որ այդպես ինքը ասած Ադրբեջանի հետ կապված, իհարկե շատ վիրավորական է հայ ժողովրդի դեպքում, եւ դրա համար ենք մենք սա հանդես գալիս ու ասում, իհարկե մեծ ուրեմն մոլորության մեջ կարող է գցել ունկնդիրներին, հատկապես օտարազգի եւ ինչու՞ չէ նաեւ հայ։ Ահա այս կարեւորությունը ուրեմն հասկանալով մենք անպայման այս փաստի մասին ուզեցանք ասել եւ իհարկե հիմա հայերեն ենք խոսում, կարծում հետագայում ռուսերեն, դուք իհարկե եթե կամենաք նաեւ ուկրաիներեն կարող եք նշել այս մասին, որպեսզի մեր ուկրաինացի բարեկամները ռուսախոս լսարանը, իսկ դրանք միլիոնավոր մարդիկ, 100 միլիոնավոր մարդիկ են, եւ իհարկե նաեւ մեր հայ ժողովուրդը բոլորը պատկերացնեն, թե ինչ է կատարվել եւ ինչպիսի այսպես ռազմական փորձագիտության անվան տակ ինչ կեղծիքներ են մատուցում ցավոք սրտի լսարանին։ Եթե կարճ ասենք այսքանը, իհարկե շնորհակալ եմ, որ համբերատար լսեցիք այս ներածական մասը եւ պարոն Ավագյան, շատ կուզենայի իհարկե դուք էլ
հանդես գայիք եւ ծանոթացնեիք ձեր մտքերին այս կապակցությամբ, իսկ եթե կամենաք նաեւ ուրիշ հարցերի շուրջ, որոնք անհրաժեշտ է գտնում, հրատապ է գտնում այսօրվա իրավիճակից ելնելով։ Շնորհակալություն։ Լսում եմ ձեզ շատ։ Շնորհակալություն, պարոն Դասական, շնորհակալություն։ Դե իմ կարծիքով առաջինը ինչ ես ուզում եի նշեի, բարձրավոր Ադրբեջանի եւ մասնակից երկրների զոհերի թիվը 3000 չի, ոնց որ հայտնել են Ադրբեջանի կառավարությունը, շատ տարբեր տվյալներով եւ հաշվարկներով, նաեւ եթե մենք վերցնենք միջազգային տվյալներ, մահվան եւ ինչքան մարդ է մահացել նոյեմբեր ամսին Ադրբեջանում, համեմատենք ուրիշ ամիսների հետ եւ այդ 44 օրվա կտրվածքը մահացողների թիվը համեմատենք մյուս ամիսների հետ, մենք կտենանք, որ 8-9000 ավել է մահացողների թիվը։ Նույն ժամանակ շատ բաց եւ փակ տվյալներով մոտ 2000 վարձկաններ են զոհվել այդ պատերազմի ժամանակ։ Դրա համար մենք կարանք ասենք, որ Ադրբեջանը 9000-ից մինչև 12000 զոհ է ունեցել այդ պատերազմի ժամանակ։ Հաշվի առնելով, որ այդ զոհերի թիվը մեծ է եւ կարար ազդեցություն կատարեր Ադրբեջանի հասարակության վրա, դրա համար որոշվել է 3000 զոհերի թիվը եւ այդ 3000-ը առանց փոխվելու դարավ կոնսենսուս զոհերի վերաբերյալ։ Բայց բարձր որ 8-ից 9000 զոհ են ունեցել ադրբեջանցիները։ Ամենակիչը չհաշված վիրավորների։ Ինչ որ վերաբերվում է տարբեր էքսպերտների, խնդիրը դրանում չի, որ իրանք փորձառու էքսպերտներ չեն։ Նույն Ժդանովը բավականին փորձ ունի եւ աշխատում է լուրջ տվյալների հետ, բայց ինչ որ վերաբերվում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի, պատերազմի վերաբերյալ, ինքը ընդհանրապես ոչ մի լուրջ տվյալներ չի կարող ունենա, հաշվի առնելով, որ այդ տվյալները են օֆիցիալ տվյալներ են, ինչ որ հրատարակվում են ինտերնետում։ Իր բոլոր եզրակացությունները հիմնված են ինտերնետային ինֆորմացիայի։ Միայն։ Դրա համար ինքը այդպիսի եզրակացություններ է արել։ Նույն ժամանակ հաշվի առնելով, որ Հայաստանի փորձագետները ոչ մի լուրջ աշխատանք չեն կատարել այդ ուղղությամբ, դրա համար ուրիշ էքսպերտները օգտվում են դրանով կամ չեմ օգտվում եւ օգտվում են մենակ ադրբեջանական տեղեկատվությամբ։ Դրանում է խնդիրը։ Հաշվի առնելով, հետի կարելի է համեմատել մեր Եղեռնի զոհերի թիվը, ոնց մեզ համար նշանակել են 1.5 միլիոն ու մենակ կարա իջնի։ Անգլերեն լեզվով ասած decrease անի։ Ամենը 1.5 միլիոնից չի կարա ավել լինի, մենակ 1.200.000 կարող է լինի, 1 միլիոն կամ 800.000 կամ 700.000, ոչ ավել։ Չնայած մենք 1882 թվականից մինչև 1923 թվականը ավելի քան 5 միլիոն զոհ ենք ունեցել։ Բայց այս քաղաքական որոշումների մենք իրավունք չունենք այդ թիվը ասենք, ոչ էլ աշխատանքներ կատարենք, որ իսկապես զոհերի թիվը ցույց տանք, որ մի ազգ իր հայրենիքում համարյա ոչնչացվել է եւ մնացել է ազգի փոքր մասը։ Դրա համար որոշել են 1.5 միլիոն նշեն, որ ասենք եւ հայերին ավելի հեշտ լինի եւ ասենք 1.5 միլիոնը դա 6 միլիոն չի, որ մենք կարանք մի բան պահանջենք կամ 7 միլիոն չի կամ 8 միլիոն չի։ Էդի ես ասում եմ այդ 5 միլիոնը չհաշված, որ նույնը Ամերիկայում 100 տարի Եղեռնի ճանաչման են զբաղվել մեր քաղաքական գործիչները, բիզնեսմենները, բայց ոչ ոք չի զբաղվել այն հարցով, որ այն միլիոնավոր հայերին, որոնք գերի մեջ ենք թողել Թուրքիայում Եղեռնից հետո կանանց երեխեքին, որ ավելի լավ այդ գումարները ծախսվեր, որ իրանք դուրս բերվեին այնտեղից։ Դա համար գերի կարգավիճակում այսպես մնացին որպես ստրուկներ թուրքերի քրդերի մոտ։ Նախկին Հայաստանի տարածքում, Արևմտյան Հայաստանի փոքր Հայքի Կիլիկիայի տարածքում, նույնը Ղարաբաղի պատերազմը։ Ղարաբաղի պատերազմում ամենադժվար կետը այն է, որ Հայաստանի ղեկավարությունը, Ղարաբաղի ղեկավարությունը դավաճանեց հայ ազգին
դարավ Ռուսաստանի ծառա, կատարեց Ռուսաստանի պահանջները, երազանքները եւ մասնակցեց այդ պարտությանը, որ մենք ունեցանք։ Հասկանալի է, որ զինվորները առանց strategic planning, առանց ղեկավարման, առանց նախագծերի հերոսաբար կռվեցին, բայց չէին կարում առանց հրամանատարների բարձր կարգի այդ պատերազմի մեջ հաղթանակ տանել, անհնարին էր դա։ Դրա համար մենք պարտվեցինք, մեր ձեռով մասնակցեցինք մեր պարտությանը։ Ամենաանհասկանալի է, ոնց հարաբաղցիները գնացին այդ քայլի, ամենաշատը տեղյակ լինելով եւ անմիջապես Հարաբայի ղեկավարությունը ամեն ինչ արեց, որ Հայաստանը Հարաբաղը պարտվի։ Դա է ամենացավալին եւ դա բացատրություն չունի ընդհանրապես համաշխարհային պատերազմում։ Դրանից հետո ես նկատում եմ, որ շատ Հարաբաղի առաջնորդները գնում են Սիրիա, գնում են Ֆրանսիա, գնում են Ամերիկա, այցերով, իրանց ուրախ դիմավորում են այնտեղ։ Անհասկանալի է ինչ է կատարվում մեր ազգի հետ։ Անհասկանալի է, որ տասնյակ հազարներով ռուսները գալիս են Հայաստան ապրելու, հայերը չեն գալի, ու այն հայկական ընտանիքները, որ 5000 զավակ են կորցրել պատերազմի ժամանակ, հանգիստ դա ընդունում են այն ազգը, որը ոչնչացրեց Հայաստանի ապագան, ոնց որ Մոնտե Մերկոնյան ասեց, որ Հարաբաղի կորուստը վերջի էջ կլինի հայկական պատմության։ Մենք կարանք ասենք, որ մեր ազգը ծանր հիվանդ է, բաժանված է, ավելի շատ կամ եղել է բաժանված, եւ ծանր հիվանդ է։ Ազգի մի մասը, որոնք ապրել են նախկին սովետական միությունում, իրանք ինչով են ապրում։ Ամեն մեկը կենտրոնացված է իր ընտանիքի հոգսերի վրա, մաքսիմալ է ինչին ձգտում են հարստությունն է, լսում են քրդական արաբական երաժշտություն, սարքում են բարբեկյու, խաղում են նարդի կամ գեղեցկության տոներ են անցկացնում կամ կոնկուրսներ, իսկ արևմտահայերը հավաքում են, բարեգործությամբ են զբաղվում, սպորտային ակումբներ են բացում, ֆոնդյու են ուտում, խմում են կարմիր գինի, ծխում են սիգար ու գիտեն, որ դրանով հայ են, նույնը արևելահայերը։ Կորցրել ենք եւ իմաստը, եւ հայկական հոգին։ Եթե այն մարդիկ, ովքեր թողել են երկիրը 15 թվականին, հայկական հոգի ունեին, ասենք, տանում էին իրանց հետ, իրանց երեխաները նույնպես, իրանց նախորդները արդեն ձուլվում են եւ համարյա ձուլվել են, իսկ նույնը Սիրիայի, Լիբանանի հայությունը եւ պոլիսի իրանք ավելի շատ գահուտային գահապարախոսություն են զարգացնում կամ հայկական։ Եթե վերցնենք հայաստանցի հայերին, ընդհանրապես ոչ մի հայկական մշակույթ կամ հոգին չեն զարգացնում։ Դրա համար ի սկզբանե չգիտեն դա ինչ է։ Խոսում են արևելահայերեն լեզվով, հավաքում են, փորձում են ինչ-որ փող աշխատել կամ գոյատևել, ու դրանով վերջանում է հայերն։ Ամենաշատ իրանց հայկական գիտեն, որ Տիգրան Մեծն է եղել, Մեսրոպ Մաշտոց, գիտեն բարբերկյու խորովածի սարքելու ձևը, ու դրանով վերջ։ Ամենաշատը ինչ անում են, արաղ են խմում, հայ ազգի կենացը, ոտքի են կայնում, զոհված տղաների կենացը, բայց մատին չեն խփում։ Հարուստները կարող են Այդ սարսափելի խնդրը, որ sense ներկայացեցիք ու sense երկար կարակ այդ ախտորոշումը շարունակեք ու մենք կհասկանանք, թե ինչ դառը եւ այսպես գրեթե օրհասական վիճակում է այսօր մեր այ ժողովուրդը կորցանման եզրի վրա կանգնած է։ Երևի մի քայլ է մնաց անդուն գնանք։ Երևի այդ 44 օրյա պատերազմ կոչեցյալը, որը ցույց տվեց մեր ազգի այսպես դաժան վիճակը մի անգամ եւս լույսի տակ բացահայտեց մեր խնդիրները, մեզ մոտ գուցե միտք առաջացնի եւ դրա համար եմ հենց ձեզ հետ կապվել եւ շատ ուրախ եմ, որ գտել ենք ձեզպես անձանց։ Հուսով եմ տարածած, որ տարբեր երկրներում, տարբեր մայրցամաքներում ելի ունենանք ձերպես Տիգրան Ավագյաններ։ Ես կարծում եմ ու սա երևի մի հատ առանձին խոսակցության թեմա դարձնենք, երևի մոտակա ժամանակներս լրջորեն զրուցենք, բայց ոչ այնքան զրուցենք, ինչքան գործել է պետք։ Միգուցե հայերիս անհրաժեշտ է այսպես մի համաշխարհային
կոորդինացիոն կենտրոն, որպեսզի մենք ուշքի գանք եւ կազմակերպենք, որտեվ իր պոտենցիալով վատ ազգ չի, բայց այն ամենը, որ նշեցիք ու այդ տխուր բաները բոլորս էլ գիտենք իրականություն են, մեզ թույլ չեն տալիս, որ մենք դուրս գանք այդ ձեր ասած այդ հիվանդ վիճակից։ Ահա ինչ որ մի բուժող կենտրոն է պետք, ինչ որ բժիշկների մի կոնսիլիում, որտեղ քաղաքագետները, պատմաբանները եւ ընդհանրապես այդ գործով զբաղվող մարդիկ պիտի լինեն իրենց ազգի բժիշկները։ Եվ մեր ժողովուրդը կարծես նմանվում է մի մարմնի, որի ուղեղն է կաթվածահար արդեն վիճակում, պարոն Ավագյան։ Մենք պիտի երևի համատեղ ջանքեր գործադրենք, խելքի տանք, գտնենք այսպես ձերպես մտահոգ խելացի ինտելեկտուալներ, որոնք բավական լուրջ նաև քաղաքական փորձ ունեն այլ երկրների, պետությունների եւ ինչի՞ չէ միջազգային ասպարեզում ուրեմն իրականացված եւ այդ ամենը բերենք, օգնենք, օգտագործենք, որպեսզի մեր ժողովրդին այս իսկապես օրհասական վիճակից դուրս անենք։ Ես կարծում ձեր կարծիքը դրական է լինելու, արդեն ձեր գլխի շարժումով էլ ցույց տվիք եւ ձեր ամբողջ գործունեության նախորդ, բայց եթե դեմ չեք, համաձայն եք, մենք մի այսպիսի հաղորդում անենք եւ տեսնենք ովքեր կուզենան թեկուզ այսպես բացահայտ առայժմ մեզ միանալ։ Մենք երևի չենք կարող սպասել դեմոկրատական ընտրություններով, բանով, աշխարհի տարբեր ծայրերում ID են անում, հայկական, համահայկական պարլամենտ, կառավարություն, շատ լավ գաղափարներ են, բայց ես 100 տարի ոչինչ չենք տեսնում։ Միգուցե արդեն վերջն է, մենք պիտի արդեն ամենը մի կողմ դնենք ու ձերպես ուրեմն այսպես նախաձեռնող անհատների միջոցով ուղղակի գնանք այդ քայլերին առանց սպասելու այդ ընտրությունների, որոնք ոնց որ ավելի են կործանում այս հարցը, ավելի ձգում եւ վերջնականապես մեզ տանում են փոսը։ Ինչ կարծիք եք, խնդրեմ։ Դե ես մտածում եմ, որ միակ հույսն է մեր երիտասարդներն։ Մեզ պետք են դպրոցներ, որտեղ երիտասարդները հասկանան հայ ելնելը ինչ է նշանակում։ Ու այդ ոչ թե ինչ որ մարդ պիտի հասկացնի։ Մենք 6000 տարվա պատմություն ունենք եւ այդ պատմության մեջ ամեն ինչ գրած է։ Մեր հերոսների արարքները, մեր հերոսների կյանքը, մեր այն իմաստը ինչի համար մենք պիտի հայ մնանք։ Դա շատ կարևոր է։ Այդ իմաստը մեզ բացատրում էին, որ Եղեռնի ճանաչումն է։ Բայց Եղեռնի ճանաչումն է շատ կարևոր է։ Բայց Եղեռնի ճանաչումը մեր ձեռը դարավ, ոնց որ մի հատ տղուն հայատուն ծեծեն, ինքը գնա վազի ուրիշ հայատներ ու հարցնի ինձ լավ են ծեծել, ասում են շատ լավ են, հավեսով ծեծել են, բայց կարակ ավելի բարձր գորակ, որ ինձ շատ լավ են ծեծել, հետո մյուս հայատն է վազում, էլի ասում տղեկ ջան, մի հատ ասեք լավ են ծեծել, ասում շատ, աղբերս, շատ լավ են ծեծել քեզ, դրան վերացվել Եղեռնի ճանաչումը, մենք դրա տեղը պիտի հզորացնեինք Հայաստանը, ստեղծեինք համաշխարհային ինստիտուտներ հզոր, որոնք բերեին ուժի միջոցով Թուրքիային պատասխանին, որ Թուրքիան պիտի պատասխան տար։ Մենք էլ վազելով խնդրում էին սրան նրան, ուրիշ ազգերի հարյուրավոր միլիոններ ենք ծախսել, ուրիշ ազգերի ազդեցիկ ազգերի ներկայացուցիչներին տվել ենք Ամերիկայում, իռլանդացիներին, հրեաներին, որ իրանք ասեն, որ մեզ լավ են ծեծել, որ ոչնչացրել են մեզ միջև վերջ, ու դա ողբերգելի պատմությունն է, որ ընդհանրապես այդպես անիմաստ էր։ Կարևոր էր հզոր ուժ ստեղծելը եւ պահանջել ուժի միջոցով հայերի իրավունքների վերականգնումը։ Ամենակարևորը ոչ թե Եղեռնի ճանաչումն էր, այլ հետևանքների ոչնչացումը Եղեռնի։ Մենք չենք բրկել միջև հիմա միլիոնավոր հայեր, որպես մուսուլման ապրում են Թուրքիայում։ Մենք չունենք ոչ մի համահայկական կազմակերպություն։ Ու այդ կազմակերպությունը պիտի ստեղծվի հիմնվելով հայի հոգեբանությունը ճանաչելով։ Հայը մենակ երկու ձև կա, որ հային կարելի է բերել ինչ որ մի ընդհանուր գաղափարի իրականացմանը։ Մենք գիտենք, որ շատ հայերը հարուստ կգնան կազինոյում տասնյակ միլիոն դոլար կկրվեն, բայց հայկական գործին շատ կմտածեն $1 կտան, թե չէ, դա է խնդիրը։ Դրա համար հային մենակ շահով ու վախով, բայց այդ ամեն ինչը պիտի համակշռված լինի, եւ շահ եւ վախ։ Ոնց որ Բեյրութում հայկական պաշտպանությունը ոնց ստեղծվեց 70-ական թվականներին։
համ պաշտպանության շահ են առաջարկել, համ ուրիշ միջոցներ են կիրառել, դրա համար ունեցել են այդ ֆինանսները, որ կարացան այդ պաշտպանությունը ստեղծեն։ Եթե մենակ խնդրեին, ոչ մի բան չէր լինի։ Մենք շատ հին ազգ ենք, բայց մենք միասնություն չունենք ու չունենք միակ կազմակերպություն։ Ունենք մի քանի եկեղեցի, ունենք մի քանի ֆոնդ, ունենք մի քանի տարբեր դաշինքներ, որոնք ամեն մեկը մտածում է մենակ իրանց մասին, ազգի մասին ոչ ոք չի մտածում, եւ մենակ մեր երիտասարդ հայերը, որոնք պիտի ձգտեն, որ միանան կորպորացիաներ ու այս վիճակից մեր ազգը հանեն։ Իսկ մենք կարանք պատմենք այդ կանը, ինչքան մենք գիտենք հայ ազգից, այն գիտելիքներով կիսվենք, որ մի օր գա այդպիսի մի երիտասարդ Բոլիվար լեկցիայի, լսի այդ լեկցիան ու դառնա Բոլիվարը։ Բոլիվարը հասարակ անձնվական էր Հարավային Ամերիկայի, որը չէր ձգտում պայքարել դեպի Հարավային Ամերիկայի անկախությանը։ Պատահական Միրանդայի լեկցիայի է եկել, մասնակցել, լսել ու դարավ Բոլիվար։ Ես մենակ դրա մեջ եմ տենում այդ հնարավորությունը։ Մի մարդ կամ մի քանի մարդ չեն կարող լինեն քաղաքական գործիչ եւ բիզնեսմեն եւ մտավորական։ Օրինակ ես իմ կյանքում ընտրել եմ քաղաքական ուղին, գաղափարախոսական ուղին ու դրա համար չեմ զբաղվել, այդքան ժամանակ չեմ ունեցել, որ զբաղվեմ, ասենք բիզնեսով։ Եթե ընտրեի բիզնեսը, չէի զբաղվի քաղաքական ուղիով եւ գաղափարախոսական ուղիով։ Դա մի մարդու գործը չի, բոլոր հայերը որպես մի ուժ պիտի միանան մի միություն, որ մտածեն մեր ազգը ոնց պիտի հանենք այդ իրավիճակից։ Մենք շատ քիչ ժամանակ ունենք հաշվի առնելով, որ դուլման ընթացքները շատ արագ են գնում։ Եթե մենք այս մոտակա 20 տարվա այդ գործը չանենք, արդեն ուշ կլինի եւ մենք կարժանանանք այն ազգերի, որոնք անհայտացել ենք որպես խետեր, որպես խուրիտներ, բաբելոններ եւ այլն եւ այլն եւ այլն։ Այո։ Դա է։ Բացավ պարոն Ավագյան ջան, շնորհակալ եմ, դուք շատ ճիշտ բան ասացիք։ Ես կարծում եմ մենք երևի պիտի այս թեմայով խոսենք եւ ձեր ասած մարդկանց կամաց ի հայտ բերենք մեր կողմը գա, որտեւ ծիլերը դեպի լույսը, դեպի արևը, դեպի շողն են ձգտում, դեպի ջերմությունը եւ լույսը։ Պիտի դա ապահովենք, ճշմարտության լույսը տանք եւ ձեր վրա շատ մեծ հույս ունեմ, հուսանք, որ ձերպես մարդիկ էլի կպատահեն, բայց ասեմ, որ մենակ հայերի մոտ չէ հիվանդությունը, որտեղ հրեաներն էլ բաժան էին, բայց նույն այդ ձեր ասած մեթոդներով տեսեք, իրենք ստեղծեցին համաշխարհային սիոնիստական կազմակերպությունը, պարոն Ավագյան, որը եւս գործում էր եւ վախեցնելու, եւ շահագրգռելու սկզբունքով, ու այսօր իրենք, որ մեզանից ոչ պակաս անմիաբան են, շատ միաբան ազգ են դարձել եւ համաշխարհային դեր են խաղում, կարծես թե երկրագնդի վրա։ Հուսանք, որ մեզ էլ կհաջողվի նման բան անել, եւ քանի որ առաջինը չեն գնում, կան որոշ ժողովուրդներ, որոնք կարել են, գուցե նաեւ իրենց առանց համաչեն իրենց կոսպեկտներից օգտվեն, որտեղ իրենք էլ մեր նժդեհի եւ մյուս գաղափարախոսների գործերից են օգտվել են մեր պայքարի, օրինակ Մուսալերան պատմությունը այդ 40 օրվա իրենք շատ լավ կիրառեցին իրենց ինքնապաշտպանական ու այսօրվա Իսրայելի համապատասխան կառույցների ստեղծման համար։ Այնպես որ կարծում եմ այս ամեն ինչը հնարավորություն ունի, քանի դեռ կան մարդիկ, որոնք իմ եւ ձեզպես մտածում են հայ ազգը կորած չի։ Այսքանը։ Եթե դեմ չեք սրանով այս անգամ ավարտենք, որտեղ մեծ նյութ է ստացել, ես պիտի կարողանամ սա ձայնագրել առաջի անգամ եմ անում այս ֆորմատով։ Եթե թույլ կտաք, ընդհատենք եւ հետագայում շարունակենք, դա։ Ես շատ շնորհակալ եմ եւ ամենայն բարիք շարունակենք, որտեղ շատ օգտակար է ձեզ նման անձանց զրուցելը։ Անչափ շնորհակալություն հրավերի եւ խոսք։ Ես շնորհակալ եմ։ Հաջողություն ձեզ։ Բարիք, պարոն Ավագյան։ Մերսի, նույնպես շնորհակալություն։